731 օր քեզ համար։ Ահա այս գիրքը տարիներ առաջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Տաթևեր գրական կեղծանունով մի աղջնակ էր թաքնված այս անվան հետևում, գիրք, որը բավականին հետաքրքիր կենսագրություն ունի, կյանք ունի եւ որը երկար ընդմիջումից հետո կրկին նորից վերադառնում է ու վերադառնալու է շատ հետաքրքիր միջոցառումով։ Այսօր ես հյուրընկալել եմ իմ այս տաղավարում հեղինակին, Տաթևին, վերջապես ողջույն Տաթև։ Ողջույն։ Մենք երկար ենք խոսել այս գրքի մասին, բայց ես հիմա հնարավորություն եմ ավելի մանրամասն քննարկելու գիրքը եւ հասկանալու այդ ոնց եղավ, որ որոշեցիր գրել այս գիրքը։ Ես միանգամից այսպես թեթև ներկայացնեմ, գիրքը սիրո պատմություն է, մի աղջկա սիրո պատմություն, իր զինվորի պատմությունը եւ անարատ մաքուր սիրո պատմություն, որը ծնվեց ավելի շուտ ծնվում է ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ։ Մինչև այս գիրքը գրելը դու ունեիր գրական փորձ։ Գրական փորձ որպես այդպիսին ու առհասարակ հիմք, որը հանդիսացավ գրքի համար, եղավ նամակը։ Հեսա պատմեմ այդ նամակի պատմությունը 2015 թվականին, երբ պարապում էի հայոց լեզվի միասնական քննությունների համար ու պիտի դիմեի համալսարան, մեր հայոց լեզվի խմբի երեխաներով այդպես նստած որոշում էինք ինչ-որ բան անել բանակի համար, հայ զինվորի համար։ Ու այդ ժամանակ չկար ապրիլյան, չկար այդ բանակի թեման այդքան շահարկող ինչ-որ պահեր չկային, այսինքն բանակի մասին խոսում էին նրանք, ովքեր ունեին զինվոր։ Ու մենք խմբում 6 հոգի էինք, 6-ս էլ որոշեցինք գրել անանուն նամակներ ու ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։ Կամայականության սկզբունքով ինչ-որ մեկին պիտի հասներ։ Բնականաբար առաջինը ես ձեռնամուխ եղա, հասա տուն ու առաջին բանը որ արել եմ, նամակը գրել եմ ու ինչ-որ զորամաս ուղարկելու փոխարեն, ուղղակի այդ օրը գիշերը տեղադրեցի Facebook-յան իմեջում, ու երբ որ առավոտյան արթնացա ու այդ տարածումը տեսա, թե ինչքան այդ նամակը տարածվել, ինչքան էջեր ու ինչքան անգամ հայտնիներ էին այդ նամակը տարածել, ես ապշել էի, որովհետև չէի պատկերացնում էլի, որ այդպես բուրըն արձագանք կստանամ։ Ու դրանից հետո ինձ գրում է Արցախի շրջանի Մարտակերտի Ջրաբերդ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը ու ասում է, որ ուզում է նամակը տպագրել ու ուղարկել դիրքեր։ Բնականաբար ես թույլտվությունը տալիս եմ։ Երևի իմ ամենամեծ հաղթանակը հենց 15 թվականի սեպտեմբերն էր, երբ որ ինձ բերում են այդ թերթն են տալիս ու մեջը գրած նամակը ու ես դրանից հետո ստանում եմ արձագանք տղերքից։ Եթե ինչ իմ գրական կեղծանունը հենց իրենք են ստեղծել, որովհետև սպայական անձնակազմից մեկը ինձ գրում է, որ երեկոյան անվանականչից առաջ ես կարդացել եմ նամակը տղերքի համար ու շատ շնորհակալ եմ քո ծնողներին քո անվան համար, որովհետև դու իսկապես իրենց թև ես տվել ու հետո ուղղեց թև չէ, թևեր։ Այդպես տենց մի անգամից այդ մեջից մտավ, որ պիտի լինի Տաթևեր, որովհետև մինչև այդ ինչ գրել եմ, որտեղ ինչ տպագրվել է, եղել է անուն ազգանունով իմ։ Այդպես առաջացավ գրական կեղծանունը։ Մինչև այդ ինչ որ մրցույթների եմ մասնակցել, որ էլի հաղթել եմ, էլի գրական ինչ որ ստեղծագործություններով, բայց իմ համար հիմքը ու սկիզբը նամակն է եղել։ Որ թվականին առաջին անգամ լույս տեսավ գիրքը։ 2019 թվականի հունվարի 28-ին։ Այդ ժամանակ քանի տարեկան էիր։ Այդ ժամանակ 19։ 19 տարեկան։ Գիտես, ես երբ որ գիրքը կարդացի, ես նշեմ, թեպետ վստահ եմ շատ շատերն են ես հումանիտար եմ 21-ի, Ես 19 տարեկանում սկսել եմ գրել։ Դու սպասում էիր, որ ինքը լայն արձագանք կստանա այդքան։ Չէ, իրականում այսպես էր իմ համար գերնպատակ էր, որ գիրքը պիտի տպագրվի ու առաջին հենց տպագրության այդ ողջ շահույթով պիտի վերահրատարակվի ու ուղարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր սահմանային զորամասեր։ Առաջին տպաքանակը եղել է ընդամենը 300 օրինակ ու ես գաղափար չէի կազմում այդ 300 օրինակը ինչքան ժամանակում պիտի վաճառվի, որ ես կարողանամ վերահրատարակել ու ուղարկել զորամասեր, որովհետև իրականում տպագրության գործընթացը այդ ֆինանսական հարցերը շատ դժվար են ինձ տրվել։ Ես շուրջ 2 տարի փնտրել եմ հովանավոր, որպեսզի կարողանամ գիրքը տպագրել ու
ոնց որ բոլոր կառույցներին դիմելուց ու մերժում ստանալուց հետո ասենց շատ նեղված, վիրավորված որոշեցի, որ չեմ տպելու, բայց հետո արդեն անձնական միջոցներով ընտանիքի հովանավորության ներքո այդ ամեն ինչը իրականություն դարձավ եւ առաջին տպականակը վերջացել է մոտավորապես 1.5 ամսում ու 1.5 ամիս հետո ես չէի գիտակցում, որն է ճիշտը, այսինքն տպագրեմ ու վաճառեմ ընթերցողներին, որտեղ իրենք սպասում են, թե ուղարկեմ զորամասեր, ու քանի որ զորամասեր ուղարկելու համար էլ պիտի Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատեի ու դա էլ գործընթաց էր ու ընթերցողն էլ սպասում էր, ստիպված երկրորդ տպականակն էլ գնաց ընթերցողին ու երրորդը արդեն սեպտեմբեր ամսին Պաշտպանության նախարարության միջնորդությամբ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում տեղի ունեցավ եւս մեկ շնորհանդես, ու այնտեղից արդեն 300-ից ավել օրինակներ գնացին Արցախ ու Հայաստանի սահմանային զորամասեր։ Հրաշք։ Եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, դու ինձ ասացիր, որ այս հրատարակությունը 14-րդն է լինելու։ 13-րդ։ Այսինքն խառնեցին նորից։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչու որոշեցիր երկար դադարից հետո նորից հրատարակել գիրքը։ Իրականում ամենասկզբից, ինչպես արդեն նշեցի, երբեք չեմ պատկերացրել։ Ես ներողություն եմ խնդրում, որովհետև երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք, ես ասացի ունես նպատակ հրատարակելու, դու ասացիր, որ ոչ։ Հետո ես շատ ուրախացա, երբ իմացա, որ հրատարակվելու է գրքը։ Իրականում երբեք չեմ պատկերացրել քանի անգամ պիտի վերահրատարակվի ու երբ է գալու դրա վերջը, այսինքն միշտ մտածել եմ, որ լինելու է այնքան, ինչքան ընթերցողը պահանջի, որովհետև ես չեմ դա որոշում։ Բայց երբ մոտենում էի արդեն 11-րդ անգամ պիտի տպագրվեր, ասում էի հաստատ 11-ից հետո ինչ-որ բան է իմ կյանքում փոխվելու ու էլ չի լինելու ինքը։ Եվ իրականում փոխվեց 12-րդ հրատարակության մեջ գրքի վերջում կար փոփոխություն, դա արդեն ոնց որ անձնական նկատառումներից ելնելով վերջում հեքիաթ կար գրված, այդ հեքիաթը հանեցինք 12-րդ հրատարակությունում ու դրանից հետո հասկացա, որ ես էլ չեմ ուզում, որ գիրքը լինի մի շարք պատճառներով, թե անձնական, թե նաև գրքի այնտեղ PDF տարբերակի տարածման հետ կապված լիքը խնդիրներ ունեի, որ ես ամեն օր դրա հետ առնչվում էի ու անընդհատ բոլոր մարդկանց այդ նույն բանը բացատրելը շատ դժվար էր, այդ մասով հեսա կխոսենք ավելի մանրամասն կպատմեմ։ Մի խոսքով եկանք հասանք այն կետին, որ հասկացա, որ այլ պետք չի որ տպագրվի ու մոտավորապես 1 տարուց ավել դադարեցվել է տպագրությունը ու ես անկեղծ որոշել էի, որ ինչ ուզում է լինի, ով ինձ համոզի, ով ասի չէ, պետք է չեմ անելու, որովհետև մտածում էի, որ գիրքը իր միսիան կատարել է, այսինքն այն ինչին ես ուզել էի, որ ինքը հասնի, ինքը հասավ։ Ես ուզում էի, որ ինքը հասներ Արցախ, հասավ։ Ես ուզում էի, որ ինքը լիներ զինվորի կողքին, եղավ։ Ես ուզում էի, որ գաղափար անգամ չէի կազմում, որ քարորիայից հետո պիտի էլի պատերազմ լինի, որի ժամանակ գիրքը ինչ-որ նշանակություն կունենա, բայց պատերազմի ժամանակ տղերքից ստացած այդ արձագանքը, երբ որ կապ անգամ չկար, որ իրենք զանգեին իրենց ծնողներին, բայց իրենք գիրքը մաշված դիրքերից նկարում ու ուղարկում էին ինձ, այդ իմ համար մեծագույն հաղթանակներից էր, որ ես գիտեի, որ պատերազմի արանքում անգամ իրենք սա կարողանում են կարդալ, հասցնում են կարդալ ու այս մասով մի բան ասեմ, գրքի չափերի հետ կապված, ինքը իրականում տենց փոքրիկ պստիկ է, որովհետև պիտի տեղավորվեր զինվորական համազգեստի ծոցագրպանում, իմ գերնպատակը այդ էր եղել, որ տղերքը իրեն պահեին աղոթագրքի հետ, ու ես ուղղակի այդպես մտածել եմ, այսինքն չեմ պատկերացրել, որ այդպես կլինի, ես այդպես ուզել եմ, որ լինի, ու երբ որ տղաները իրենց զինվորական աղոթագրքի հետ, կտակարանի հետ նկարում ուղարկում էին, ասում էի, փաստորեն միտքը իրոք ուժ ունի, որովհետև ինչ մտածել եմ, այդպես եղավ։ Ու մտածում էի, որ всё, այն ինչի համար որ գիրքը տպագրվել է, եղավ, հասավ իր ուզածին, այդպես դադարեցվեց տպագրությունը։ Բայց այս մի տարվա ընթացքում շատ եղան թե ընթերցողներ, թե գրախանութները, որ անընդհատ զանգում էին ու հարցնում տա թե բա չի լինելու նոր հրատարակություն, ասում էի ոչ, վստահաբար ասում էի ոչ։ Վերջին շրջանում անգամ այնպիսի խնդիրներ եղան, որ ես իմ Instagram-յան էջից սոցհարթակներից բոլոր հեռացրեցի իմ բոլոր վիդեոները, իմ գրածները, որովհետև սենց մի տեսակ ուզում էի հեռու գնալ գրական աշխարհից, ինչը շատ ցավալի էր համ իմ համար, համ իմ ընթերցողների համար, որովհետև ի վերջո
ես չեմ գրում ինձ համար, ես գրում եմ իրենց համար, ու երբ որ իրենք դա պահանջում են, ես իրենց գրիչն եմ ուղղակի, ես չեմ կարող ասել, չէ, ես անձնական խնդիրներ ունեմ, ես չեմ կարող գրել։ Ու վերջին շրջանում հատկապես պատերազմից հետ եկած տղաներն էին շատ գրում, որ տաթև ուր են բա քո գործերը, բա ուր է քո գիրքը, ու իրենցից շատ ոչ ոք ինձնից պահանջելու բան չունի, ու երբ որ հասկացա, որ չէ, այդ տղաները ու այն բոլոր տղաները, որ դեռ պիտի զորակոչվեն բանակ, ու իրենք ունեն դրա կարիքը, հասկացա, որ հաստատ պիտի վերահրատարակվի հենց ընթերցողի համար, որովհետև ի սկզբանե իրենց համար է դա արվել։ Ես վստահ եմ, որ ընթերցողներից շատերը կարծում են, որ գրքի հերոսուհին դու ես, որովհետև ինձ էլ իմ ընկերները, ընտանիքիս անդամները, երբ որ կարդացին, ասացին Տաթևն է գրական հերոսը, թաքնված։ Դե ես գիտեի, բայց ուզում եմ վերջնական պատասխանենք այս հարցին, որովհետև վստահ եմ շատ հետաքրքրված են բոլորը։ Արդյոք սա քո պատմությունն է։ Ինձ թվում է, եթե ես մինչև կյանքիս վերջը ասեմ, որ սա ինձ հետ կապ չունի, միևնույն է, ասել են դե քո մասին է, չէ՞ գիրքը։ Այս հարցի պատասխանը շատ եմ տվել, իրականում ոչ աղջկա եւ ոչ տղայի կերպարը իրական կերպարներ չեն, երկուսն էլ հավաքական կերպարներ են։ Աղջկա կերպարը այն տեսակն է, որ ես կուզեի լինել, այսինքն անգամ մասնագիտությունից սկսած վերջացրած սիրո բոլոր պատմություններով, բոլոր այդ էպիզոդներով ես կուզեի ապրել այդ ամեն ինչը, ու ինչքան էլ որ տարօրինակ կհնչի, երբ գիրքը սկսել եմ գրել, եղել եմ 19 տարեկան, այդ դրա հետ էի շփոթել, որ ասեցի 19 էի, ու ես չեմ սիրել այդ ժամանակ, այսինքն ես սիրահարված չեմ եղել ոչ մեկին, ես գրել եմ մի բանի մասին, որը իրականում չեմ զգացել, հա, ինչ-որ մանկական սեր դպրոցական տարիներին եղել է, բայց քանի որ փոխհարաբերություններ որպես այդպեսին չեն եղել, ես գրել եմ այն, ինչ որ պատկերացրել եմ, որ պիտի լինի, ու դրանից հետո որ ինձ ասում էին քո մասին է, գիրքը ասում ոնց կարող է իմ մասին լինել, եթե ես քիչ եմ էլ զգացել այդ ինչա, որ դրա մասին գրեմ, այնպես որ ինձ հետ բացարձակ կապ չունի, բայց տարիների ընթացքում պարզվեց, որ նմանատիպ պատմություններ կան, անգամ դետալային այնպիսի բաներ էին ինձ պատմում, ասում էին ձեր գրած լրիվ դետալ առ դետալ մեր կյանքում եղել է։ Այնպես որ ես չեմ, բայց փաստորեն հերոսուհիները կան, իրական են։ Տես, երբ որ ես կարդացի գիրքը, ինչն էր հետաքրքիր, որ առաջինը, որ ինձ գրավեց, աղջիկը երբ տեսնում է տղային, այնտեղ վարքի հետ կապված ինչ որ խնդիր կար, հա, տենց ակտիվ տղաների դասին էր պատկանում հերոսը, եւ միանգամից ես մտովի տեղափոխվեցի իմ տարիները, երբ որ ես Մոնթե Մելքոնյանի համար ռազմամարզական վարժանում էի դասավանդում, այդ դժվար վարքով տղերքն էին դառնում ամենաուժեղ տղերքը։ Ու սովորաբար այնպես էր ստացվում, որ նպատակային ինձ հանձնում էին նման լսարաններ, նման կուրսեր, ու ես հաճույք էի ստանում իրենց հետ աշխատելուց, ասում եմ, ես տղերքն են շատ ուժեղ դեմքեր դառնալու, ու ինձ շատ ուրախացրեց այդ փաստը, որ դու հենց հերոսին այդպես ես պատկերացրել։ Բայց եւս մեկ հետաքրքիր բան կա, ես կարդում, sense մի շնչով, ընդ որում մի քանի ժամ եմ կարդացել, բայց սպասում էի, որ ինչ որ մի բան վերջում sense լինելու ու եղավ happy end։ Ու sense նստած խորացել եմ, ասում լավ, շատ հասարակ վերջացավ, էլի, happy end-ով տենց բան չթողեց։ Հետո երբ որ մի պահ թողեցի, որպեսզի ուղեղս հանգստանա, ու մեքենա վարելիս նորից գրքի հետ եմ, գնում եմ աշխատանքի երեկոյան, ու sense ասում լավ, ճանաչելով քեզ, ես մտածեցի ու ասի ես պետքա հարցնեմ։ Ինչու happy end, որովհետև շատ ենք տառապել, որովհետև այդ տառապանքը դաջվել է մեր ենթագիտակցության մեջ ու բոլորը տենց միշտ սպասում են, որ հեսա տղան կզոհվի, այդ աղջիկը սենց, բան, բայց չէ։ Ինքը պետքա վերադառնա ու ցույց տա, որ այդ սերը, այդ մաքուր սերը, այդ սերը, որը համեմված է հայրենիքի նկատմամբ սիրով ու մաքուր սիրով, երկու հոգիների կապն այդ ներդաշնակ ստիպել է, որպեսզի այդ տղան իր խոսքը կատարի, ինքը միշտ ասում էր, չէ, բայց դու այնտեղ խորամանկ բաներ ես անում, դու ասում ես, ես ինչ իմանայի, որ այս հեռախոսազրույցը մեր վերջինն է լինելու, այս նամակը մեր վերջինն է լինելու, ու շարունակ այդ ինտրիգը պահում ես։ Ճիշտ եմ հասկացել, որ տառապանքն ես հանել, թողնելով happy end-ը, ինքը հեքիաթ չի ամեն դեպքում, էլի, որ ասես տենց բարին հաղթեց չարին։
Հա, ոնց կմեկնաբանես։ Սենց ասեմ, որ ամենասկզբում գիրքը լրիվ ուրիշ վերջաբան է ունեցել։ Ես այդ տարիներին, երբ գիրքը գրում էի ու արդեն պիտի տպագրվեր, զինվորական խմբում, Facebook-յան զինվորական խմբում ադմինիստրատոր էի ու այդտեղ մոտավորապես 20,000-ից ավել մարդ կար, ովքեր սպասում էին իրենց տղերքին։ Մեկը ընկերոջն էր սպասում, մեկը եղբորը, մեկը, չգիտեմ, որդուն, ու ես իրենց համար այսպես ուժի աղբյուր էի, այսինքն ինչ լինում էր, իրանք ինձ պատմում էին, «Աթև գիտես, մեր տղան էսպես, իմ ընկերը էսպես» ու կիսվում էին ինձ հետ իրենց պատմություններով։ Ու բոլորը անխտիր սպասում էին գրքի տպագրությանը։ Ու մի պահ, երբ ես պատկերացնում էի, բա որ այդ այսքան գիրքը այդպես վատ վերջաբանով չի գրվել, բայց եղել է մտքումս, որ պիտի այդպես գրվի, ու ես մի պահ պատկերացրի այդ տղաներից, որից է մեկի մաման, եւ երբ իր տղան ծառայում է, կարդում է գիրքը։ Ու ինչքան էլ դա կապ չունենա իր տղայի հետ, ինքը դա կապելու է իր տղայի հետ։ Ու ես պատկերացրի այդ կնոջ ապրումները կամ այդ աղջկա ապրումներով իր սիրած տղային է սպասում, տեսնում է, որ գլխավոր հերոսը զոհվում է։ Ինքնաբերաբար ինքը ընկնելու այդ մտքերի մեջ ու այսքան ես ազդեցություն եմ ունենալու իր վրա, որ ինքը մտածի, որ վերջ, բա որ վատ լինի։ Ու գիրքը սկսվում է հենց այն տողով, որ չի կարելի լացով ջրել այն հողը, որի համար տղերքը արուն են թափել։ Գլխավոր հերոսը չի զոհվում, բայց այս պատկերը ցույց տալու նպատակը այն է, որ հա ճիշտ եք հասկացել, որ հերիք է սքանք, որ պիտի հաղթենք, որ հա տղերքը հետ են գալիս, որ հերոս մենակ նրանք չեն, ովքեր զոհվել են, որովհետև շատերի դեպքում անգամ չգիտենք ինչ պայմաններում են զոհվել ու ովքեր ու ինչու են իրենց հերոսացնում։ Ես մեկ-մեկ որ ասում եմ հերոսեն բոլորը ու գրքի մեջ հենց այդպիսի հատված կա, որ հերոսեն թե զինվորները այս պահին ծառայող, թե նրանք ովքեր հետ են եկել, թե այն գյուղացին, որ այս պահին գյուղում այդ ծանր պայմաններում սահմանին կանգնած ապրում է, այն երեխան, որ քաղաքից ու ամեն ինչից հեռու այնտեղ դպրոց է գնում, կտրված է լիքը բաներից, որ մենք այստեղ ունենք, իրենք չունեն։ Որ այդպես ասում են, բոլորը ասում են, այսքան դու բոլորին հերոսացնում ես, չէ։ Գաղափարապես հերոս հասկանում ենք ինչ է, կոչումով հերոս լինում են շատ քչերը։ Ու ցավոք արժանանում են դրան ոչ այն մարդիկ, ովքեր արժանի են։ Չես կարծում, որ վերջին տարիներին հերոս բառը շատ է արժեզրկվել։ Հա, որովհետև բոլորին այդպես են անվանում։ Ցանկացած պարագայում այդպես են անվանում։ Ով ինչ որ լավ բան է անում, ասում են դու հերոս ես։ Ու այդ բառը դարձնում են ոնց որ ամենօրյա օգտագործման բառ։ Այդ մի տեսանկյունից եւ մյուս տեսանկյունից, երբ ես ինքս 44 օրյա եմ մասնակցած լիքը տղաներ ծանոթներ ունեմ, որ գիտեմ ինչ են արել հայրենիքի համար, որ գիտեմ իրենցից քանիսներ արժանի մեդալի ու երբ իմացա թե ովքեր ստացան այդ մեդալները, ովքեր պատերազմի ժամանակ չեն վախենա ասել, բունկերներից դուրս չեն եկել, իրենց իջեցրել են Ստեփանակերտ ու պահել են այնտեղ հոսպիտալներում, որտեղ տղերքի համար անգամ տեղ չկար, պահել են այնտեղ իրենց ծանոթներին ու վերջում հանել են հրապարակավ մեդալ են տվել։ Ու իմ ծանոթ տղաները անգամ ոնց ասեմ, այդ մեդալի կարիք էլ չունեին, որովհետև այդ մեդալը արդեն արժեզրկված էր, ոչ միայն հերոս բառը, ոչ միայն հերոսի կոչումը, այլև այդ մեդալը։ Ի վերջո տենց տղայրքը մեդալի համար չեն գնում, որովհետև չեն էլ սպասում դրան։ Տես, դու մեր երիտասարդ սերնդի այն լուսավոր կետերից ես, որի համար հայրենիքը ուղղակի բառ չէ։ Հայրենիքը արժեք է, հայրենիքը գաղափար է, բացարձակ արժեք։ Ես իսկապես հիացած եմ, որովհետև երբ որ շփվում եմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ ու ասում են, շատ եմ էլի լսում, որ ասում են մենք քիչ ենք, հիմա գաղջը շատ է, ասենց ամենավատը դուրս է եկել ջրի երես, մենք քիչ ենք ու ձայն չենք անում, բայց իրականում շփվելով վերջին մարդը, որին ես ճանաչեցի, այս սերնդի ներկայացուցիչներից դու էր ու ամեն անգամ դա ինձ հույս է տալի, տվյալ դեպքում թևեր է տալիս, հասկանալու, որ մենք դեռևս անդունդի եզրին ենք, բայց դեռ չենք ընկնում։ Ու երբեք չենք ընկնելու։ Այո, երբեք չենք ընկնելու։ Հիմա ուզում հասկանամ, որտեղից քո մեջ ծնվեց այդ ամենը։ Միգուցե ընտանիքում զինվորականն է եղել, կամ միգուցե պատերազմի մասնակից է եղել։ Ի վերջո 18-19 տարեկան աղջնակ, այսպես հա, նվիրված զինված ուժերին, բանակին, հողին, հայրենիք գաղափարը քչերի մոտ է, էլի այդ տարիքում ավելի շատ տենց
սեր, ռոմանտիկա, չգիտեմ, լալա լուլու, սես բաներ, բայց ոչ քո կերպարը, ոնց։ Իմ հայրենասիրության ուսուցիչը եղել է հայրս։ Մի տարեկանից ես իր ուսերին նստած գնացել եմ Ծիծեռնակաբերդ։ Այս ինձ համար առհասարակ ցեղասպանության թեման իմ համար մեր ամենաամոթալի պարտություններից մեկն է, ես չեմ վախենա այդպես ասել, բայց ես իրեն շատ հարգում եմ, որ ինքը ցույց է տվել այդ ճանապարհը ու տարել ու սովորեցրել է, որ սա այսպես է, լավ չի, որ այսպես է, բայց դու պիտի հետո որոշես ոնց է ճիշտ։ Ես գնացել եմ Եռաբլուր դեռևս փոքր տարիքից, հիմա որ մեկ-մեկ ասում են 15 տարեկան աղջիկա օրինակ գնում է ինչ անի, այնտեղ գնալու է ծանր, ինչն է ծանր տանելու, իրականությունը, այսինքն քո երեխան չիմանա ուր են այդ տղերքը, ինչի Եռաբլուրը առասարակ ինձ համար գերեզմանատեղի չի։ Ես գիշերվա 1000-ին անգամ կարող եմ գնալ այնտեղ, հանգիստ նստել ու ինչքան էլ տարօրինակ կթվա, ինձ համար առհասարակ Երևանում ամենահանգիստ տեղը Եռաբլուրն է, որտեվ ամենաուժեղ, լավագույն տղերքը այնտեղ են։ Ես այնտեղից երբեք չեմ վախենում, երբեք ինչ-որ վատ մտքերով չեմ լինում, հա, միգուցե լացում ես, հուզվում ես, այդ էմոցիաները չես կարող չարտահայտել, բայց այն ապրումները, այն հպարտությունը, որ այնտեղ է ստանում, այդ հաստատ ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ու ես միշտ երազել եմ, որ ունենամ եղբայր, բայց իրականում մենք 3 քույրիկ ենք, ու որ հարցնում էին խի, ասում էին, որ զինվոր լինի, մեր տնից անպայման զինվոր լինի, որովհետև բոլորի տանը զինվոր կա, մեր տանը չկա, ես դա մանուկ փոքր տարիքից էի ասում։ Ու իմ մեջ մտել էր, որ ես հայրենիքին պարտք եմ մնացել, որովհետև ես չունեմ զինվոր, ես չունեմ եղբայր, իմ պապան զինվորական չի, ես աղջիկ եմ, ես չեմ կարող ծառայել, ու անընդհատ այդ պարտքը, այսպես ոնց որ գրպանումս դրած ման էի գալիս, ասում էի, լավ, բայ ես ինչ պիտի անեմ, որ ինձ մի քիչ մեղավոր չզգամ։ Ու հենց այդտեղից էլ նաև ծնվեց գրքի գաղափարը, որ հասկացա, որ կարող եմ գրել ու իմ գրիչով ծառայել հայրենիքին, որովհետև դա եւս ծառայություն է, երբ անում ես իշա քո երկրի, իշա այն տղերքի, ովքեր պահում են քո երկրի սահմանները ու իշա այն մարդկանց, ովքեր ապրում են քո երկրում։ Հայրենիքի մասին սենց ժամերով կարող եմ խոսել ու այդ սերը, հա, ինչքան էլ բացատրեմ։ Ինձ հետաքրքրեց այն միտքը, որ ասացիր ցեղասպանության մասին, այդ առումով մենք համակարծիք ենք։ Եվ ես շատ քիչ մարդիկ գիտեմ, որոնք իսկապես նման կերպ են կարծում, մտածում, եւ երևի թե տեղից է եկել այդ միշտ ցկացող, ողբացող ու տենց հիմա էլ տես չէ նույնն է, մինչև վերջերս, հիմա դե ընդհանրապես էս վերջին 8-10 տարում ցեղասպանության մասին խոսացող չկա, բայց մինչև այդ էլ մուրում էինք։ Մոնթեն շատ լավ խոսք ուներ, ասում էր, իսկ ինչի, իսկ ով Ամերիկան կամ այն մյուսը, որից պետք է մենք մուրանք ցեղասպանության ճանաչումը։ Ասում էին, բա ոնց, ասում էր, դե մեր ուժեղանալով։ Հիմա նույն հрьяաներին վերցնենք, իրանց մոտ ավելի ուշ եղավ այդ հոլոկոստը, բայց միևնույնն է աշխարհը ճանաչեց։ Ու ես մի առիթով հիշել եմ երջանկայի շատակ Գագիկ Գինոսյանի ֆանտաստիկ միտքը, որ ասում էր այդ լավ է, որ գնում ես Ծիծեռնակաբերդ, Կապատ եւ որտեղ նշված է կոտորածների այն շրջանները, որտեղ կոտորած է եղել։ Բայց ասում էր նյուժելի չեք մտածել դիմաց է մի հատ այլ պատ կառուցել, որտեղ կնշվեին բոլոր այն շրջանները, որոնք կռվել են ու չեն մորթվել, հասկանում ես։ Հիմա ես երբ որ երեխա էի, անընդհատ մտածում եմ, լավ, ոնց կարար մի ձիավորը 500 հոգու տաներ, միթե չկար տենց այդ համախմբվածությունը, որ մի 10 հոգի հասնեին այդ ձիավորին ձիուց գցեին, թող երկուսը զոհվեին, բայց միևնույնն է կփրկվեին։ Հետո հասկացա, երբ որ միտքը գաղափարը կոտրում ես, քանդում ես, ուզում եմ 1000 հոգի լինի։ Հետո երբ որ տեղի ունեցավ մեզ հայտնի արդեն դեպքերը պատերազմը մեր 20 թվականի, հասկացա թե հետո արդեն Արցախը երբ դատարկվեց, հասկացա թե ոնց ա եղել այդ ցեղասպանությունը։ Ու ցավոք սրտի այդ պատմությունը մեզ չսովորեցրեց ու ինչու ես տենց էլի բան ապրեցի, երբ որ դու նշեցիր, որ այո դա մեր ամոթն է։ Մենք իսկապես քում ենք, հարգում ենք, թող այլ կերպ չպատկերացնեն հետևորդներն ու դիտորդները եւ մեր ազգի ներկայացուցիչները,
ամոթը ինչ առումով, որ ամոթը ինչով են ընդհանրապես մաքրում, հաղթանակով դու նորից պետքա սրբես քո ճակատից այդ արյունը, մենակ դու կարաս, բայց դե մենք հիմա այս առայժմ չգիտեմ, տենց գցած նեյտրալի վրա Ինձ ենք այնքան առաջ հետաքրքիր է, եթե երբևէ Թուրքիան օրինակ ընդունի ցեղասպանությունը կամ աշխարհի բոլոր պետությունները Ինչ են ինչա տանելու։ փոխվելու, Ես ինչա էլ եմ փոխվելու ասում։ դրանից։ Ոչ այդ մարդիկ են հետ գալու, ոչ էլ առավել եւս այդ ամոթի կնիքը մեր վրայից անցնելու է, որ մենք իրենց առաջ իրականում լիքը բան ունեինք անելու, մեղավոր էինք հենց մենք Իհարկե։ ու ինչ ենք փոխում։ Զուտ որ ընդունեն ու վերջ։ Կամ ոնց ենք պահելու։ Մենք Հենց- իսկի եղածը չենք Ահա, պահում։ ես ուզում եի ասել, որ Արցախի տարբեր տարածաշրջաններ, որոնք ազատագրվեցին, ով գնաց ու այնտեղ ապրեց, Իհարկե։ Հադրութում քանի մարդ ապրեց։ Իհարկե։ Ու հենց հիմա Սյունիքից մարդիկ գալիս են, խի։ Այո։ Թողում են տարածքները ու հետո ասում են, որովհետև իմ տունը իմ երեխեն։ Այսինքն կարևորում են զուտ տունը ասելով իրենց ընտանիքը, ոչ թե այն պատերը, որ կառուցել են այդտեղ ու պիտի մնան այդտեղ պահեն, կարևոր ընտանիքն է։ Ես չեմ կարող այդ մարդկանց ինչ որ բան ասել ու մեղադրել, որովհետև ոնց որ ես դրա միջով չեմ անցել, այսինքն ես իմ տունը չեմ թողելու եկել ու հիմա չեմ էլ կարող իրենց ինչ որ բանում մեղադրել, որովհետև պիտի ասեն դու դա չես զգացել, դու դա չես Դե հասկացել։ այդ ամենահեշտն է, այդ մանիպուլյացիա է։ Հա, բայց ասեմ, որ ես արմատներով Ազնաբերդից եմ, Նախիջևանից, ու իմ ընտանիքն էլ իր տունը, տեղը թողել է ու գաղթել են արդեն Եղեգից, Երևան, եթե ինչ ես ցանկացած խոսակցության ժամանակ իրենց ասում դուք թողել եք ու եկել։ Դուք էլ թողել եք ու եկել ու ինձ բացատրում են, որ մենք շրջապատված էինք ադրբեջանցիները, չգիտեմ, բենզինով եկել են, որ վառեն տնն, ասում դուք թողել եք ու եկել։ Կապ չունի ինչ եք արել։ Դուք կանգնել եք ռուսական կայազորը կանգնել է, որ ձեզ չկրակեն, ձեր վրա չկրակեն, ու եթե ինչ իրենք բավականին խաղաղ պայմաններում են գաղթել, որ տանը ինչ ունեցել են, անգամ կարողացել են բերել, մարդիկ կան այդ պայմաններում կարողացել են տները վաճառել, փոխանակում անել ադրբեջանցու հետ, թշնամու հետ փոխանակում անել։ Մենք եկանք հասանք նույն բանին, այսինքն պատմությունը կրկնվում է, կա պատմությունը։ Հա, ու դա եղել է 88 թվականին։ 88-ին էլ ա եղել, տես, 88-ին եղավ Սումգայիթի ջարդերը, բայց դրանից չսովորեցին, ընդամենը 2 տարի անց եղավ Բաքվի ջարդերը։ Ու նորից լացում էին, ասում են ինչի տենց եղավ։ Հիմա նույնը ես ասում եմ շատ արցախցիներ, ես էլ իմ հորական կողմը Արցախից է, ես Արցախում եմ ծառայել, ֆանտաստիկ դրախտավայր։ Ես սիրահարվել եմ այդ հողին ջրին, ես լինելով արցախցի, իմ արյունով մինչև իմ ծառայության մեկնելը չի եղել։ Առաջին իսկ օրից այնտեղ ոտք դնելուց հետո ես սիրահարվեցի այդ հողու ջրին, բայց միևնույնն է դատապարտում եմ իմ արցախցի բարեկամներին, ազգականներին, ասում ինչի եք եկել։ Ասում են դե սենցա, ասում եմ օքեյ, այդ ռելիեֆի պայմաններում պարտիզանական պայքար կա, այս կա, այն կա, հիմա շատերին ինչպես դու ասեցիր, կարող ասեն դե դες փափուկ տեղդ նստած ես, չէ, ես փափուկ տեղից չեմ նստել։ Եթե ինչ էլի ասեմ։ Երբ որ դու թողնում դուրս ես գալիս, այն օրը մի հատ առիթ էր, սեղանի շուրջ նստած էինք, գիտես ինչ ապրեցի, երբ կենաց եմ լսում, ասեցին կենացը սենց էր, ասում է խմենք մեր Արցախի, մեր պատմական հայրենիքի կենաց, ասում եմ ես էլ դառավ արդեն պատմական։ Հասկանում ես ինչքան ցավ ես ապրում, երբ որ մարդիկ արդեն բան են արել, հասկանում ես, իրանք արդեն համակերպվել են։ Դե դա նույն մարդիկ են, որ ասում էին տանկ, Հա, տանկ ու ամեն ինչ լավ կլինի։ Հրեային երբ որ տենց մի հատ բան կա, իրական պատմություն է, ինչ որ միտեղ կարդացի Միացյալ Նահանգներում մի հատ կին բարուր երեխուն գրկած, տենց փող հավաքում նստած ու օրորոցային է երգում, որտեղ ասում է, որ մենք հայրենիք ենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել, տենց 30-ական թվականներին, ալում տոլի չեմ հիշում մի խոսքով։ Ինչ որ մեկը մոտենում է, ասում է երբ եք կորցրել, շուտ եք, նոր եք կորցրել, ասում է ես հրյա եմ, վաղուց ենք կորցրել, բայց ես ասում եմ նոր ենք կորցրել։ Երեխուն, այսինքն սերմանում է, որ կապ չունի էլի, դու կորցրել ես 100 տարի առաջ, թե 10 տարի առաջ, միևնույնն է, դու պետք է այդ գաղափարը վարպա, այսպես մերոնք համակերպվել են երջանիկ, խրախճանքներ, փարթիներ, հրավառություններ են անում, տեսար, ես չեմ ասում պետք է նստել ողբալ կյանք շարունակում է խնդիրը, դա չի, բայց արդյոք ես խնդիրը նա է թե ոնց ես դու այդ կյանքը շարունակում։ Այո, խնդիրը նա է թե ոնց ես դու այդ կյանքը շարունակում։ Իդեպ Եռաբլուրի մասին խոսեցիր, ես նույնպես երբ գնում էի Եռաբլուր, հանգստանում էի ու ավելի շատ հանգստանում էի, երբ որ
բոլոր տեղերով ամեն անգամ գնալուցս բոլոր շիրիմների կողքով շրջվել եմ, եղել եմ ու բայց գնում ու տենց ժամերով նստում եմ Մոնթեի գերեզմանի կողքին ու ես այնտեղ էի հանգստանում իրայից զրուցելով։ Վերջին անգամ եղել եմ պատերազմից հետո ու ես մինչև օրս չեմ գնացել։ Գիտես ինչի, որտեղ մեղավոր եմ զգում ինձ։ Վերջին անգամ գնացել եմ, արտասվել եմ, ներողություն եմ խնդրել բոլորից ու մինչև հիմա չեմ կարողանում գնամ, անկեղծ։ Միգուցե շատերը ինձ կմեղադրեն, չգիտեմ ուրիշ կերպ, բայց ես ամաչում եմ այնտեղ գնամ։ Այդ մատղաշ երեխեքին, այդ դրոշները, հասկանում ես, այդ մի ուրիշ է, այդ էլ պետքա շրջել։ Բայց ես քեզ ուրիշ բան ասեմ, նոյեմբերի 10-ին այդ խայտառակ պայմանագրի համաձայնագիր ասես, պայմանագիր ասես, ինչ որտեղ նստած ընկերներով ընտրում ենք ու կողքից շատ ուժեղ ձայն է գալիս, այտենց երաժշտության, մարդիկ քեֆ էին անում, ծնունդ էին անում, նոյեմբերի 10-ին։ Հասկանում ես, դրա համար մենք հիմա ամբողջ պատերազմի ընթացքում բոլոր երևանյան փաբերը լիքն են եղել, բոլոր սրճարանները լիքն են եղել ու ես չեմ զարմանում դրանից, որովհետև պատերազմ կրվեց նա, ով որ կանգնած էր դիրքում։ Թիկունքում իրենց ճիշտ դրսևորեցին երևի միայն նրանք, ովքեր ինչ որ կերպ փորձեցին օգնել։ Այսինքն, չգիտեմ, ինչ որ բան ուղարկել, ինչ որտեղ կամավորություն անել, բայց հետո այդ թիկունքին էլ այնպես կոտրեցին, ես ինքս այդ թիկունքի կամավորներից եմ եղել, որովհետև ուրիշ բան չէի կարող անել։ Այդ ժամանակ այնքան է ինձ մեղադրում, որ ես չունեմ բժշկական բավարար գիտելիքներ, որ գնամ թեկուզ որպես առաջին օգնության, այնտեղ ինչ որ մի բանով օգնեմ, ու այստեղ կամավորություն էինք անում։ Ես չեմ ուզում պատմել, թե մինչև քանիսն էինք այդ ամեն ինչը անում, ինչքան ծանր բեռներ էինք վերցնում, տանում, բերում, աշխատանքից հետո հոգնած, իմ աշխատանքը ավարտվում էր 1-ին, ես տուն էի գալիս գիշերվա 1000-ին ու չգիտեին էլ, մերոնք էլ չգիտեին ես որտեղ եմ։ Անգամ հիշում եմ մի օր երևի տենց 11-ն էր, ես տանը քնած, որովհետև էլ վրես ուշ չկար, ես այդ ամբողջ օրեն չէի քնել, ու մերոնք գիտեն ես ինչ որտեղ կամավորության եմ ու զանգում են ինձ, իմ հեռախոսն էլ անջատած, ու մաման պատահական մտնում է սենյակ, ասում է ոնց դու տանն ես, ասում ես ինչ աստիճան պատկերացնեք, որ ես տուն չեմ գալիս։ Ու այդ ժամանակ այդ կամավորությունը, որ մենք անում էինք, այն ամեն ինչ որ ուղարկում էինք տղերքին, այնքան հույսով էինք, որ ապրիլյանի նման չի լինելու, որ ինչ որ մեկի պահեստ չի գնալու, որ հասնելու է դիրքեր։ Այդ մեծ արգղերը, որ սկոճում էինք, ես անպայման վերջում վրան մարկերով ինչ որ բաներ էի գրում, հավատով, որ իրենք կարդալու են դա, ու բնականաբար նաև մենք էինք մեր կողմից ինչ որ բաներ ուղարկում։ Ես մի հատ արգղիկ էի սարքել, իր մեջ դրել էի այն ամենաանհրաժեշտ բաները, դեղորայք, ծխախոտ, որ ես երբեք ոչ մեկի համար ծխախոտ չեմ գնի, բայց ես տուփերով ծխախոտ էի դրա մեջ լցրել։ Դրա մեջ դրել էի իմ մանկության ադյալը, ծածկոցը, որ ոչ մեկին չէի տա, բայց ես այդ ծածկոցը դրել էի, մտածելով, որ ինչ որ մեկին այդ պահին պետք է լինելու։ Ու դրել էի գիրքը ու նամակ։ Անգամ նամակի մեջ նշել էի, թե գրքի մեջ որ տողերը կարդա, որ այդքանը որ չգրեմ, բացի ուղղակի գիրքը կարդա։ Ու իհարկե ընթացքում լսում էի ինչ է կատարվում, ինչը չի հասնում տղերքին, բայց այդ կազմակերպիչները այնպիսի մարդիկ էին, ես այնքան վստահ էի, որ այդ ամեն ինչ իրենց հասնելու է։ Երբ որ պատերազմի ավարտից հետո ինձ գրում է մի զինվոր, ու ասում է Տաթև ջան, ես ձեր գիրքը ստացել եմ ու ձեր նամակը ստացել եմ։ Ես բնականաբար հարցում ինքը որտեղ է, ոնց է եւ այլն, ու ասում ոնց, մենակ գիրքն ու նամակը, ասում հա։ Այսինքն ինչ որ մարդիկ չեն ալարել, այդ իմ 1000 տակ սկոճած տուփը բացել են, միջից հանել են գիրքը նամակը, շպրտել են, ասել են թող այս մեզ պետք չի, որովհետև այն մնացածը պետք է։ Դեղ կա, մեջը գումար կա։ Ես հենց միանգամից եկար դու տրամաբանական շարունակությանը, իմ հարցի, ինչ տեղի ունեցավ մեր հասարակության հետ, մեր ժողովուրդ, ես հələ ասք չեմ ասում, էլի։ Նժդե լավ էր ասում, ես միշտ կրկնում եմ այդ զնգում այմ ականջին, ժողովուրդը ազգի չկողմնորոշված կամ մոլորված հատվածն է։ Իդեպ մենք ստեղ ունենք նաև Նժդեի գիրքը, Բիբլիոն հրատարակչության, հարգելի հետևորդներ, Բիբլիոն հրատարակչության առաջին ծնունդը, որպես այդպեսին հենց Նժդեը նախորդանշական է։ Եվ վերջին երկու հրատարակությունները աշխարհի սահմանադրությունը Կոնստանտին Սարգսյանի Եռահատորը ու Սատանայի վիշտը, հրաշալի նաև բեսթսելեր, հա, ճանաչված գիրք։ Իդեպ Բիբլիոնը ֆանտաստիկ գրքեր է տպագրում, խորհուրդ եմ տալիս, օգտվեք,
ընթերցեք, իմ ընկերները չեն թողում, որպեսզի ես ազատ նստեմ, այդ նույնիսկ այդ խիտ գրաֆիկի ժամանակ ես չեմ կարողանում այդ գայթակղությունը զսպել, անպայման ընթերցում եմ։ Տես, վերադառնալով մեր հասարակությանը, մենք չունենք այն ինչ որ ժամանակին կար։ Ես մի շարք եմ ուզում անեմ, չեմ ուզում հիմա բացահայտեմ, բայց երեք բան տեսա, որը սենց խփեց ուղեղիս, ես դա կանեմ, թող անակնկալ լինի։ Ինչը կարա նաև ոգևորի մեզ, բայց ինչ եղավ այս մարդկանց հետ, այն որ ուսուսի էին տալիս, այն որ քոչարի էին ապարում, այն որ ռազմիկի հոգեբանություն ունեին, ոնց իջանք սենց ստամոքսի մակարդակի, որպես երիտասարդ եմ հասցնում, օրինակ ես շատ եմ այդ հարցը ինձ տալիս, ինչ որ պատասխաններ եմ գտնում ընկերներին, հարազատներին, դա նույնիսկ անծանոթներին, որոնց հետ այդպես տարբեր թեմաներով զրուցում ենք։ Ինչա դե տարիքն է քո կարծիքը եւ ինչ կարելի անել, որ վերջապես այդ ստամոքսի մակարդակից բարձրանանք։ Նայեք, նախ ժողովրդի հետ կապված որ ասցիք ազգ ժողովուրդ, առհասարակ մենք ոչ ազգ ունենք, ոչ պետություն։ Պետականություն մենք չունենք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետություն ենք կոչվում ու ինչ, միշտ ինչ որ մեկի լծի տակ, միշտ ինչ որ մեկի հովանու ներքո, միշտ փնտրում ենք ինչ որ հովանավոր, ոչ մեկ չի հիշում Խրիմյան հայրիկի շերեփը, որ այս ինչ ենք անում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ոնց այդպես եղավ, ինձ թվում է մեր երկրում ոչ ոք իր տեղում չի։ Մեր երկրում բոլորը վարչապետ են։ Մեր երկրում բոլոր իրենցից ոչինչ չներկայացնող բլոգերները բժիշկներ են, որ ինչ որ խորհուրդներ են տալիս մարդկանց։ Մեր երկրում ինչ որ մեկը որ գիտի զենքի ձգանը ոնց են քաշում, ռազմական գործիչ է, ասում է ոնց չկարացիք մի հոգով 1860 հոգուն սպանեք, ոնց կարող եք։ Ես կարող եի, ես որ լինեի, ես կարող էի։ Ու ոչ մեկ իր տեղում չի։ Եթե ուսուցիչը զբաղվի իր գործով, առհասարակ ինձ թվում է, որ ցանկացած խնդիր սկսում է կրթության բացից, ես այն փոքր տարիքից ասել եմ, որ մեր խնդիրները կլուծվեն, երբ որ դպրոցում, երբ որ ուսուցիչը լինի իր տեղում ու ճիշտ դաստիարակություն ու կրթություն տա երեխային։ Ես ինքս անցել եմ այդ ամենի միջով, ես ինքս տեսել եմ ինձ ինչ են տվել, ես ինչ եմ վերցրել ու հիմա երբ որ նայում եմ դպրոցներում ինչ է կատարվում, երբ որ 7 բալով մանկավարժական ընդունվողը գնում դառնում է ուսուցիչ ու ինձ համոզում են, որ հա բա բոլորն է պիտի կրթություն ստանան։ Ստացեք, բայց մի մտեք դպրոց, որովհետև դուք այդ սերնդին բառից բուն իմաստով փչացնում եք։ Ես ավարտել եմ 15 թվականին ու երբ ուսուցչիս հետ խոսում եմ, հարցնում եմ դպրոցում ինչ վիճակ է, էլի ու ինքը որ պատմում է ինչա կատարվում, երբ որ ասում եմ երեխեքից հեռախոսները հավաքում եմ, ծնողը գալիս ասում է դու ով ես, որ իմ երեխու հեռախոսը ձեռքից վերցնես, այսինքն ինչ ես ուզում որ քո երեխան դառնա, այսինքն ընտանիքից էլ ենք փտած, դպրոցում էլ ենք փտած, այն ամենակարևոր կառույցներից դաստիարակության մեջ ոչինչ չհասկացող մարդը դարձել է ծնող։ Ինքը դեռ դաստիարակության կարիք ունի, ինքը դարձել է ծնող։ Ես չեմ վախենա, կասեմ դպրոցական տարիներին են մարդիկ, ովքեր իմ հետ սովորել են ու ես վախենում եի, որ իրենք անբեյս չեն տար։ Իրենք այսօր ծնող են ու ես չեմ ուզում պատկերացնել, թե իրենք իրենց երեխա թող իհարկե ինձ ներեն, բայց ես չեմ պատկերացնում իրենք իրենց երեխաներին ինչ պիտի սովորեցնեն։ Ու երբ որ ես նման մարդկանց հետ հայրենիքից կամ ինչ որ գաղափարից եմ, դա պաթոս է։ Ինչա պաթոսը, ինչա, ես այդ բառը երբեք չեմ հասկացել։ Այսինքն որևիցե բան սիրելը, որևիցե բանի մասին խոսելը, այդ պաթոս է։ Չէ, պաթոսը ես քեզ կբացատրեմ, եթե ուզում ես ավելի կարճ ու դիպուկ, 35 տարի ինչ որ պետական մակարդակով քարոզվել է պաթոսը։ Դրանից բարձ բացատրություն չկա։ Ես քո հարցին մի հատ էլ պատասխան ունեմ, ինչու սենց, որովհետև ես 35 տարիների ընթացքում եւ ավելի, որ ասցիր մենք պետություն որպես այդպես ինչ ունենք, բոլոր ղեկավարները, ես ամենայն դեպս սա իմ կարծիքն է, եւ ես իրավունք ունեմ այդ կարծիքը հայտնելու, ես գտնում եմ, որ ոչ մի ղեկավար, նախագահներ, չգիտեմ, վարչապետեր եւ այլն, ոչ մեկ այս ազգի մասին չի մտածել։ Կարա՞ք դες մտածեմ, իրավունք ունեմ, չէ՞, ոսկե ազատությունն է, էլի։ Որովհետև եթե մտածեին, սենց չէր լինի։ Հասկանում ես, այդ որ ասում ես ոչ մի ոլորտ չի աշխատում, կան իհարկե միջին եւ միջինից ցածր օղակներ, որոնք ահռելի աշխատանք են կատարում, բայց այդ մարդիկ չեն երևում, հայրենանավեր գործերում, թե պետական ապարատում, թե բոլոր տարբեր ոլորտներում։
բայց այն քարշող ուժը, այն բուրգի գլխին կանգնածները, որոնք ժամանակին հաղթանակը սեփականաշնորհեցին, Մոնտեն ու Լեոնիդը տենց ոչ մի բան էին, տենց դարձան իրանք հերոսներ, սեփականաշնորհեցին, հաղթող բաներ դառան, նախագահներ ու չգիտեմ ինչեր, ու նույնը շարունակվում է հիմա։ Բայց ես ուզում եմ հասկանամ, դու ունես տեղատոմս, քո պատկերացրած տեղատոմսը ոնց կարանք այս ամեն ինչը շտկենք։ Կարա այս ազգը բժշկվի։ Հա։ Կարա, որովհետև բայց չի ուզում, գիտես։ Չի ուզում, որովհետև շատերը այս բան սեփական շահի մասին են մտածում։ Ու այդ միշտ է տենց եղել։ Միշտ այն որ 2 կոպեկի համար, 2 արծաթի համար իրենց ծախել են։ Բոլոր երկրներում, բոլոր ազգերում կա այդ։ Մեր վրա այդ վատը անդրադառնում, որովհետև մեր մեջ լավագույնը դառնալու ձգտումը այնքան շատ է։ Մենք միշտ մտածում ենք, որ մենք պետք է ամենալավը լինենք։ Ու մինչև այդ ինչ որ բան անել, մենք ասում ենք մենք արդեն ամենալավն ենք։ Այն որ մենք պարտվում ենք բարոյական հաղթանակեր։ Այն որ մենք կորցնում ենք ոչինչ, որ տենց էր։ Բոլորը մեղավոր են, որ մենք կորցրինք։ Հա, ու մենք ոչ մի բան չենք արել, հա, որովհետև այդ առավելագույն էր, որ մենք ամենաչսիրածս արտահայտությունը, որ պատերազմի հետ կապված ասում են այդ տղաներին ուղարկեցին մսաղած։ Ոնց կարելի է այն տղաների մասին այդպիսի բան ասել, որ հայրենիքի գաղափարով կռվել են։ 90-ականներին բանակի վիճակը լրիվ ուրիշ է եղել, հիմա ուրիշ։ 44 օրյայի ժամանակ իմ ծանոթ տղաներից, ովքեր կամավոր էին գնացել, վերջերս խոսակցություն ունեցանք, պատմել, ասում էր, երբ որ ես էի ծառայում, ես այնքան բան չգիտեի զենքից, որտեվ ուղղակի ծառայում էինք։ Ասում եմ, բայց հիմա զինվորը ոնց է տիրապետում իր տեխնիկային, ամեն միլիմետրը գիտի, այդ 18 տարեկան տղան ավելի շատ բան գիտի, քան իր սպան, որովհետև այս սպան համապատասխան գիտելիքներ անգամ չի ունեցել, որ եկել է այդտեղ, բայց այդ տղեկը արդեն գիտակցում են, ինչի մեջ են, ուզում են, սովորում են, անում են, ոնց կարելի է այդ գիտակցաբար կռվող տղուն ասել գնացել է մսաղած։ Այս ամեն ինչը արժե զրկելը, այդ տղերքի արածը արժե զրկելը, անընդհատ թերագնահատելը, բայց ցանկացած պահի դե ես լավն եմ, որովհետև կամ այս ապրելու երկիր չի, ես տեղից կգնամ, բա ով պիտի այս երկիրը երկիր դարձնի, եթե ոչ դու, եթե դու որպես քաղաքացի ոչ մի բան, հասարակ բան, փողոց ենք անցնում, եթե դու լինես Եվրոպայում, դու կսպասես կանաչը կվարի, դու կսպասես, որ բոլոր մեքենաները, անգամ կանաչից հետո կսպասես մեքենաները կկանգնեն ու կանցնես։ Իսկ երբ որ դու Հայաստանում ես, դու կանցնես ցանկացած տեղով, որտեղ քեզ խանութը մոտիկ է, քեզ այդտեղ հարմար է, թող վարորդը մտածի։ Աղբը կվերցնես կթափես գետնին, որովհետև աղբաման չկա։ Իսկ ես իմ աղբը իմ հետ կբերեմ տուն, որովհետև տարածքում աղբաման չկար։ Սրանք այն ամենանյուանսային բաներն են, որ մարդիկ մեկ-մեկ ասում են, դե լավ, այդ ի՞նչ է, որ դու դրա վրա կենտրոնես, բայց սրա տակ այնքան մեծ բան կա։ Հասարակ այդ աղբի մեջ դու կարող ես մտածել են բոլոր պետական խնդիրները, որ դու ուղղակի աջ ու ձախ շպրտում ես ու մտածում ես ամեն ինչ բարդում ես ուրիշների վրա։ Ես ինքս ինձ որպես ՀՀ քաղաքացի մեղադրում եմ մի բանում, որ այսքան ժամանակ ես երբեք ոչ մի ընտրության չեմ մասնակցել, որովհետև ես երբեք չեմ տեսել այն մարդուն, ում պիտի գնամ ընտրեմ։ Ես անկուսակցական եղել եմ կամ ու միշտ եմ այդպես լինելու, մի ժամանակ իրականում չգիտեի, որ կա հայրենիք կուսակցություն, այս վերջերս եմ իմացել, դա էլ ոնց եմ իմացել, որ ինձ հարցնում էին դու կուսակցություն չունես, ոչ մի կուսակցություն չես պատկանում, ասում եմ ունեմ, իմ կուսակցությունը հայրենիքն է, այսպես հպարտ ասում էի, մենք աթև արդեն այդպեսի կուսակցություն կա էլի, մի ասա։ Չէ, հիմա տես, մենք անդադ խոսում ենք այդ դպրոցից այդ սովորեցնելուց եւ այլն հերոսների արժեզրկումից, ես այս վերջերս տես բան էի, տեսանյութ էի պատրաստել, բայց այդ հարցին տենց էլ ոչ մեկ չպատասխանեց։ Բայց էլի ուզում եմ բարձրացնել, էլի ինձ մինչև հիմա հետաքրքրում է, ինչի օրինակ Անդրանիկը եւ Նժդեհը Հայաստանի հերոս չեն։ Չէ՞։ Հələ մի հատ խորացի, ինչի։ Ինչու։ Որն է, էլի դրա, ասենք, եթե Թալյաթին հերոսացնում են, հետ են բերում աճունը, չգիտեմ, այն բանին, ով էր Սաֆարով, Մաֆարով, ինչքան տենց դահիճ-մահիճ կա, իրանց ազգերը ելնելով այդ գաղափարախոսությունից հերոսացնում են։ Մենք օրինակ չենք հերոսացրել Արամ Մանուկյանին։ Ազգային հերոս չի, Արամ Մանուկյանն է, որ առաջին հանրապետության կերտողն էր։
ասենք նույն Անդրանիկը, նույն Նժդեհը, էլի ունենք, էլի շատ ունենք տենց դեմքեր, որոնց կարելի էր տալ նորանկախ Հայաստանում ազգային հերոսի կոչում, որովհետև մինչև հիմա բուլղար ժողովուրդը Անդրանիկին հերոս է համարում։ Էլ հիմա գնային փոքր երեխուն հարցրու, ասա Անդրանիկին, ինչ արե բալես, որտեղ է ծնվել։ Ինչով է հայտնի օրինակ, կամ չգիտեմ, Նժդեհը ինչ է արել։ Հասկանում ես, դե մեր համապատասխան մարմին կա, չէ, որ ասեց Նժդեհը ֆաշիզմ է քարոզում, այնքան չգիտեն, էլի, տնած ես հանրային ռադիոյով տենց երջանիկ պատահականություն այնց հավես ստացա, երբ որ դրանից մի քանի օր հետո ինձ հրավիրում են հանրային ռադիո, տենց շորմատվանի, ու ասում կներեք, ես պիտի ասեմ, չմոնտաժեք այդ ամեն ինչը, ու փառք ու պատիվ գնում է, ասում գիրք կարդացեք, չի կարա էլի կրթության նախարար մարդը չկարդա ու ասի Նժդեհը ֆաշիստ է։ Որտեվ այդպես ասել են իրեն։ Դե որտեվ չի կարդում։ Որտեվ հայրենիքը իր համար չգիտեմ ինչ է, ու հետո ասում ենք դպրոցներում։ Անես չի դրանից առաջ լավ է եղել։ Ես երբ որ դպրոցում փոխտնօրենն էի, մի առիթով մանկավարժական խորհրդի ժամանակ ինձանից ստաժով ավելի բարձր 30-40 տարվա մանկավարժներ էին, ասի կներեք, հարգում եմ ձեզ, բայց պիտի ասեմ, որ դուք եք մեղավոր, որ մենք պարտվեցինք։ Որովհետև այսօրվա ուսուցիչը հանած իհարկե կան լուսավոր կետեր, ժամավաճառությամբ զբաղվում։ Ինչ ուզում եք արեք, մաթեմատիկայի ուսուցիչն էլ, ֆիզիկայի ուսուցիչն էլ, որովհետև դրա մեջ պետք է դու հայրենիքն էլ դնես։ Չի կարելի էլի ասել, բա այս աշխատավարձով մենք բան հերոս ենք, որովհետև դու ոստիկանը, զինվորականը, բժիշկը երթում եք տալու գիտակցաբար եք ընտրում ես մասնագիտությունը։ Ու դուք ունեք ծանր բերձեր ուսերին ու դուք պետք է տանեք, բայց այսօր երեխան դուրս է գալի, ոչ մի բան իր համար ուրիշ բարքեր են։ Ես էլ եմ գտնում, որ կարանք բուժենք։ Ես տենց ինձ համար լավ ժամանակների համար ծրագիր ունեմ գրած, բայց ինձ հետաքրքիր նաև քո դեղատոմսը։ Ինչը կփոխեր, լավ, ասես մի չեշտացնեմ հարցը։ Ամենաառաջինը այս հասարակության մեջ։ Հասարակության մեջ նախ պետական մակարդակով մի բան ասեմ։ Դե պետական, իհարկե։ Ամենաառաջինը երևի կփոխեի օրհներկն ու զինանշանը։ Օհո։ Մեր հետ դրանք կապ չունեն։ Օրհներկը իմ երկրի հետ կապ չունի, որովհետև դա գրվել է Նալբանդյանի իտալացի աղջկա երգը։ Այսինքն մենք այնքան չկանք, մենք այնքան չունենք ոչ մի բան, հենց թեկուզ Նալբանդյանի գրածներից։ Չէ, իր դեմ ոչ մի բան չունեմ, բայց դու վերցնես ուրիշ ազգի համար գրած ստեղծագործություն, որովհետև հանգերն է բռնում, որովհետև Կանաչյանի համար հեշտ էր այդ ամեն ինչը դասավորելը, մի խոսքով երգի վերածելը։ Կամ զինանշանը, որի մեջ Այս զինանշանի կանդրադառնանք, ես օրհներքի հետ կապված հիմա գիտես ինչքան մարդ եմ ես սրա խոխող անելու։ Հա, թողանե։ Ու գիտես ինչ մարդիկ են իրակ որ ոնց օրհներքին խեք կպնում։ Բայց իրականում մի հատ հանգստացեք, թուլացեք ու լսեք ինչի մասին է խոսքը, այդ մարդկանց եմ ասում։ Ես ինքս էլ կփոխեի օրհներքը, բայց մի բարձ պատճառ է, որտեղ դարձա ողջ։ Լացի մասին է, բացի այդ, հա, լացի մասին է, միշտ ողջ։ Հասկանում ես, հիմա դու ինձ կասես ինչու զինանշանը։ Եվ ինչ ես պատկերացնում, բայց օրհներքը ես գիտեմ ինչ կուզեի դնել, Սարդարապատը։ Շատ ուժեղ է, շատ բան է, էլի ինքը տենց համապարտություն, համ կռվով, ինքը շատ ուժեղ ստեղծագործություն է, օրհներքին արժանի ստեղծագործություն է։ Արա Գևորգյանի Սարդարապատի մասին խոսքը հասկացար։ Իսկ զինանշանը Իսկ շատ ուժեղ է մեր համար հələ որ։ Ախր պետք է տեղից սկսենք, հասկանում ես։ Ես շատ սիրում եմ զինված ուժերի օրհներքը, երազին երկիրը։ Էդ էլ շատ լավն է, իսկապես լավն է։ Զինանշանի հետ կապված էլ ինչ ունենք մենք, կապված, քար կապված, ինչ որ առյուծ, արծիվ, այդ ինչ է, այսինքն դու առաջին հանրապետության զինանշանն ես ուզում։ Այնտեղ ուրիշ էր, իրանք փոփոխեցին, բերեցին, կապեցին, այնտեղ բան էր, չէ՞, կտրած։ Հա, իրական ճիշտ արեցին, որտեղ մենք հիմա կապած ենք։ Բայց դա բացվի։ Իսկ սիմվոլիզմը գիտեք, չէ՞ որ ժամանակից աշխարհում ինչ ուժեղ բան է։ Սենց ասեմ, սիմվոլիզմի հետ կապված իմ համար ամենաուժեղ բանը, որ ինքս եմ ապրել ու ես գիտեմ այդ ինչա, կարող է շատերը դրան ուշադրություն չեն դարձրել, բայց 20 թվականին, երբ որ կորոնայի պատճառով չթողեցին ապրիլի 24-ին մարդիկ բարձրանան ծիծեռնակաբար, հիշում եք, ինչ արեցին, պատերի վրա գրում էին անունները ու մարդիկ ինձ էլ էին ասել մեր ընտանիքյան, մեր անուններն էլ ուղարկի չենք գնացել, գոնե պատի վրա լինի, ասում ինչը գերեզմանակարի վրա լինի մեր անունները, այս ինչ եք բերում էլի մեր գլխին։ Ու դրանից մի քանի ամիս հետո եղավ պատերազմը։
Ինձ համար գիտես ինչն է գնաց դիեզերք ու հետ եկավ։ Սիմվոլիզմի ամենա ֆանտաստիկ բառի վատ իմաստով, երբ որ Մոնթեի ծննդյան օրն էր, չէ՞, եթե չեմ սխալվում։ Հա, ծննդյան օրը հանձնվեց քարվաճառը մի ստորագրությամբ։ Դե թուրքերն ու ադրբեջանցիները սիմվոլիզմի լուրջ մասնագետներ են, էլի, իրանք տենց ու պատահական չէր արված էլ այդ ամեն ինչը։ Բայց դե մենք տենց էլ եմ ասում։ Գնում ենք առաջ։ Տաթև ի՞նչ է քո համար ազգային բանակ։ Որ հասկանում ենք, որ ոչ միայն պետական ինստիտուտ, պետական կառույց, ինչ է քեզ համար ազգային բանակը։ Մենք ժամանակին տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեինք, բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Գիտեք ինչն է, բան շատ խնդալու ու ֆանտաստիկ է, էլի, կարաս հաշվես, քանի զորավարժություն ենք ունեցել պատերազմից այս կողմ, կամ մինչև պատերազմը, զորավարժություն լսել ես, որ հետո զորավարժություն ենք ունեցել։ Բաբշե։ Իմ ամենա մենք խաղաղասեր ենք։ Իմ ամենասիրելի բանն էր, դրվագն էր այդ պարադները, անկախության տոնը, որ պիտի տենց գնայի տեսնեի, մի տանկ ավել ենք առել, մի զենք ավել ունենք, մի զինվոր ավելի հպարտ է կանգնած, այդ իմ համար կարոտել եմ այդ ժամանակները, որովհետև վերջին անգամ անկեղծ չեմ հիշում երբ եմ դա տեսել, երևի ուսանող տարիներին։ Դե զորահանդես երկար ժամանակ դե չենք տեսնի, զորավարժություն էլ չգիտեմ երբ կտեսնենք, այդ ոնց է, այդ ինչ է ընդհանրապես։ Վերջին անգամ զորավարժություն երևի եղել է 19 թվականին։ Չգիտեմ, չեմ հիշում անկեղծ որովհետև 19 թվականին Վազգեն Սարգսյանի ակադեմիայում իմ շնորհանդեսից առաջ հենց զորավարժությունը սկսեց, պիտի այդ ընթացքում լիներ, այդ արեցին, հետո նոր դրա համար դրա հիշում։ Դե, հիմա անցնենք մյուս հարցին։ Լավ խորացանք, իդեպ լավ թեմաներից խոսեցինք։ Սիրում ես հայոց պատմությունը։ Երբ դպրոցական էի, ինձ այնքան մեղավոր է զգում, որ պատմության որևիցե դաս, ինչ որ թվական, ինչ որ իրադարձություն չէի հիշում։ Այսինքն սովորել էի դասը ու մոռանում էի հետո։ 8 տարիներ անց, երբ որ իմ աչքի առաջ սկսվեց գրվել պատմությունը, որովհետև ինչ մենք հիմա ապրում ենք պատմությունը, մի օր պիտի գրի առնվի։ Ու երբ որ տեսա թե ինչ են գրում, ինչի մասին են գրում, հասկացա մի պարզ բան, որ պատմության ցանկացած էջ գրվել է թագավորների ենթակայության տակ գտնվող պալատականների կողմից, ովքեր գրել են ինչ որ իրենց թելադրել են։ Չեմ ուզում ասել, որ մեր պատմությունը կեղծիք է, լրիվ սուտ է, այդպիսի բաներ չի եղել, բայց ինձ ցույց տվեք պատմության գրքի մեջ մի էջ, որ ես կկարդամ ու ես կհասկանամ ինչ որն է իմ հայրենիքը, ով եմ ես, ինչ որ բան կսովորեմ դրանից, այսինքն բացի նրանից, որ իրադարձություններ են տեղի ունեցել, այս ինչ թվականին է եղել, այս ինչ պատերազմից հետո մենք տարել ենք բարոյական հաղթանակ, որ տենց էլ չեմ հասկանում այդ ինչա, ամեն դեպքում ես այդ չեմ հասկանում։ Այդ իմ համար իրականում շատ ծանր է, գիտակցել է, որ ինչ որ բաներ այնտեղ խեղաթյուրված են, որ այդ ամենով հանդերձ սիրում ես թե չէ։ Հա, իմ արմատներն են։ Իսկ քո համար հայոց պատմությունն է թե Հայաստանի։ Հայոց, հայի մասին։ Հայաստանը այս պահին ես լավա չենք դնում Հայաստանի Հանրապետության։ Դե հիմա տենց է, էլի, դրա համար եմ։ Դե հիմա հայոց եկեղեցի էլ չեն սովորում։ Այդ առարկան հանեցին, որովհետև երևի պետք չի իրենց այդ հավատը։ Խցկեցին պատմության գրքերի մեջ ու ինչ որ պատմության ուսուցչուհի, ով կապ չունի աստվածաբանության ֆակուլտետի հետ, պիտի երեխուն սովորացնի ինչա եկեղեցին։ Հա, հավատը մեր մեջ է, բան չունեմ ասելու, բայց կառույցին որպես այդպեսին ճանաչելու համար պիտի դրա համար լինի մասնագետ, ով ճիշտ կխոսի ու ճիշտ կպատմի դրա մասին։ Կա գրական հերոս, հայ գրական հերոսի մասին է խոսքը, որին կուզեիր տեսնել ըստ քեզ, որը պատասխանատվություն կվերցներ իր վրա եւ մեզ այս վիճակից դուրս կբերեր ժամանակի մեքենայով հետ գալով։ Եթե հետ նայեմ ինչ որ ստեղծագործություններ, գրական գործեր, որ կարդացել եմ ու որևիցե հերոսի այդտեղից կուզեի հետ բերել, դրանք պիտի լինեն մարդիկ, ովքեր գրական չվերցնենք, արի վերցնենք հայոց պատմության հերոս։ Նժդեհին։ Բնականաբար Նժդեհին։
որովհետև ինքը հաստատ այն մարդն էր, որ պայքարի, ուժի, հաղթանակի էտալոն է եղել իրեն հասկացողների շրջանակում, չեմ ասում են մարդկանց, որ չեն գնահատում ֆաշիզմ եւ այլն, որ երրորդ մասի հրապարակի այդ արձանը, բանվորի արձանը համարում են Նժդեի արձան ու չգիտեն Նժդեի արձանի տեղը, այդ մարդկանց մասին չեմ խոսում, էլի, այլ նրանց ովքեր Նժդեի իսկական արձանն էլ է շատ հետաքրքիր։ Հա։ Ամենախնդալումն էր, որ որ ասին ինչի է Պետրոս առաջինին նման, ասում բանը քանդակագործը Պետերբուրգում է սովորել, ասում եթե Մոնղոլիայում սովորել Չինգիզին էր նման լինելու։ Դե իհարկե լայն արձագանք ստացա, բայց այդ չի էլի, Նժդեը խուստուպն է, Նժդեը լրիվ ուրիշ է։ Այո, այն էներգետիկան, որ ստանում ես այնտեղից, ես նախորդ տարի առաջին անգամ վերջապես բարձացա խուստուպ ու այն ուժը, որ ես այնտեղից եմ ստացել, իրականում վերելքը բավականին բարդ ինձ տրվեց, որովհետև 2 օր չէի քնել, շատ հոգնած էի, ֆիզիկապես պատրաստ չէի ես այդ վերելքին ու դրանից բացի ես ինքս էի խումբ տանում, այսինքն այդ պատասխանատվությունը, որ ինձ հետ մարդիկ են գալիս, բայց այդ վերելքից հետո հասկացա ինչքան սիրուն է այս երկիրը, հենց այդ բարձունքից, որ ոչինչ չէր երևում։ Ներքևում ոչ մի բան չէր երևում, որովհետև դու ամպերի մեջ ես, բայց դու որ պատկերացնում ես, դու այն գագաթին ես, այն տարածքում ես, որտեղ իսկական հայն է եղել, ով որ գնահատել է դրա գինը իմացել է, այդ բացարձակ արժեքի գինը իմացել է։ Դեպից զարթոնքի ճառը, այդ առանցքային նշանակություն ունեցող ճառը, գիտես չէ որտեղ է եղել։ Որտեղ։ Տաթևի վանքում։ Հա։ Այո։ Յուս հարցս, էլի շատ հետաքրքիր է քո կարծիքը։ Համաշխարհային պատմության մեջ կա դեմք, որի հետ կուզեիր հնարավորություն ունել, կապ չունի հիմա ինքը կա թե չկա, որի հետ հնարավորություն կունենայիր նստելու, երկար զրուցելու, ու եթե կա, եթե ունենայիր այդ հնարավորությունը, ինչ կհարցնեիր, ինչ կզրուցեիր, ինչ կհարցնեիր իրան։ Այլ որ համաշխարհային ենք, հետո հայոցն ալնել։ Համաշխարհայինից երևի ինձ թվում է Գանդիի հետ կխոսեի, բարության հետ կապված, որովհետև ինքը այդ բարության էտալոնն է, էլի, եղել ոնց ասել ձեռքերը վեր չփել։ Չէ։ Այդ բարությունը իրականում մեր մեջ այնքան է այս պահին պակասում։ Ես այն տեսակն եմ, որ երբեք թշնամուն չեմ ների, երբեք։ Ծնկաչոք ինձնից ներողություն խնդրեն, ես չեմ ների, որովհետև ներել կնշանակի այն ինչ որ եղել է մոռանում եմ, իսկ իմ հիշողությունը իմ արյան մեջ է ու այդ երբեք չի մոռացվելու, բայց բարությունը, որ պիտի լինի հենց մեր մեջ, մեր ազգի մեջ, իրար հանդեպ այդ ամեն ինչը ներելու, անցնելու առաջ, իրար օգնելու, ու Գանդին մի հատ խոսք ունի, որ ասում է սկզբից քեզ անտեսում են, հետո քո վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես։ Ես այնքան կուզեմ, որ այս խոսքերը լինեն մեր համար լոզունգ այս սահմանից դուրս, որովհետև մեզ միշտ անտեսել են, մենք փուճուրիկ ենք եղել, պատերազմի ու բոլոր պետական հանդիպումների ժամանակ մեր վրա ծիծաղել են, որովհետև մեր առաջի դեմքերը գետնից բարձր չեն եղել ու չեն երևացել։ Բայց հետո պիտի հաղթենք, չէ՞։ Այդ օրը պիտի գա։ Հայոց պատմության մեջ կա տենց դեպք, որի հետ կուզեիր զրուցել։ Մեկը չէ, շատերը։ Շատերին աս։ Արի top 5-ին ասենք։ Լեոնիդի հետ։ Մոնթեի հետ։ Դե արի հերթով ասենք, ինչ կա ասենք։ Այս ասեմ անները ու ասեմ։ Վազգենի հետ։ Լեոնիդից եկեք սկսեմ։ Լեոնիդին կհարցնեի ինչ ես դու զգում, երբ դու արել ես մի բան, ուրիշները վերագրել են իրենց։ Մի պարզ պատճառով, որ ազգային բանակի ստեղծման գաղափարը եղել է իրենը, բայց գիտենք ում է վերագրվել։ Մոնթեին անսահման շատ կուզեի հարցնել ոնց եղավ, որ դու զոհվեցիր, քեզ ով խփեց մեջքից։ Վազգենին կհարցնեի ճիշտ են ասում մարդիկ են ինչ որ ասում են,
որ խոսում են քո հետևից, այն ինչ որ ասում են քո մասին, ճիշտ է, այսինքն լավ բաներ չեն խոսում։ Ու ինչքանով է ճիշտ։ Դեմիրճյանին կուզեի հանդիպել, որովհետև ըստ տարբեր աղբյուրների, որ ասում են ինքը գիտեր ինչա լինելու, գիտեր, որ իրան խփելու են, ու կուզեի հարցնել, երբ որ դու այդ ամեն ինչը գիտես, խի թողեցիր, որ լինի, երբ որ դու գիտես, որ խի չձեռնարկեցիր քայլեր, այս մարդկանց մի վայրկյան շուտ խելքի բերելու։ Ինքը գիտակցաբար է գնաց դրան։ Այդ հարցն է խի տենց։ Ես քեզ մի բան ասեմ, եթերից հետո ժամանակ ունենաս խորացի։ Երբ որ սովետական միությունը փլուզվեց ու պետությունները անկախացան, եթե ուշադիր նայես, բոլոր նախկին կուսակցականները, Հեյդար Ալիևը, Շևարդնադզեն, մնացածները մնացին նոր անկախ իրանց երկրներում ու տարան առաջ։ Հայերը արհեստականորեն Դեմիրճյանին խաղից դուրս թողեցին։ Խորանաս մի հատ էլի։ Չորրորդն ով է։ Այդ չորրորդն էլ, հինգերորդն էլ իրականում կապ չունի պատմություն բառի հետ, հայոց, հայ լինելու, մի խոսքով ներկայիս իշխանություններից մարդ է, որովհետև ես իր այդ կուզեի մի սենյակում, իհարկե երկար չեմ ձգի հաստատ, բայց կուզեի մի սենյակում մի 15 րոպեանոց թեթև զրույց ունենալ ու հասկանալ խի ինձ անսահման հետաքրքիր է խի։ Ես գիտեմ, ես ունեմ պատճառները, ես գիտեմ պատասխանները, բայց ինձ հետաքրքիր է լիներ, գիտեք ինչ խոսակցություն, որ իմանայի դրանից հետո դուրս են գալու ու չենք լինելու երկուսս էլ, այսինքն ես իմանամ, որ ինքը անկեղծ մինչև վերջ խոսալու է։ Ես ուզում եմ դրա պատասխանը լսեմ, որովհետև ես ոնց իմ թշնամուն չեմ ների, այդ թշնամին էլ է իմը, չեմ ներելու, ինքն էլ է իմը, իրան է չեմ ներելու, որովհետև այն ինչ ես ու իմ սերունդն ենք ապրել, ինձ ինչքան էլ ասեն նախկիններ, ներկաներ, այդ ես սա եմ ապրում, ես հիմա սրա մեջ եմ ու ես մեղադրում եմ նրան, ով որ դրա մեջ է, ով որ դրա ղեկավարն է։ Եվ վերջում իմ բոլոր հյուրերին եմ որոշել այդ հարցը տալ, առաջինը դու ես, խորհրդանշական է, որ դու ես, ինչ է հայրենիք, ունես սահմանում։ Եթե այս հարցը ինձ տայիք մինչև ապրիլյան պատերազմը, ապրիլյանի ժամանակ, ես կասեի հող, մի բուռ հող։ Եթե հարցնեին պատերազմի ժամանակ հենց 44 օրյայի, ինչքան էլ տարօրինակ կթվա, կասեի խաղաղություն ու ազատություն։ Իսկ հիմա իմ համար հայրենիքը մարդիկ են։ Ու զինվորը, որ սահմանին կանգնած է, իրեն սպասողները, իմ ընտանիքը, բայց չի նշանակում, որ հայրենիքը մարդիկ են, ուրեմն ցանկացած տեղ, որ դու գնաս, քո հայրենիքը կարող է ստեղծել, չէ։ Իհարկե։ Այն մարդիկ են, ովքեր ապրում են այս հողի վրա։ Հայրենիքը այն ազատությունն է, որ ունենք։ Այն ազատությունը, որ ոչ թե ունենք խոսքի ազատություն կամ չէ, այն ազատություն, որ մենք ունենք սարերում, լեռներում, հայրենիքը այդ ամեն ինչն է։ Հայրենիքը այն սերը հայրենիքը, դրանից ավել ես չգիտեմ, այս վերջերս ինձ ընկերներիցս մեկը ասաց, որ ինքը շատ Աստծուն շատ է հավատում ու ասում է տատ դու հայրենիքը սիրում ես այնքան, ինչքան ես Աստծուն։ Այդ իմ, երբ որ ես պատկերացնում, այդ ինչ մարդ է ինձ դա ասում, ես պատկերացնում իր սերը ու հավատը առ Աստված, ասում փաստորեն իմ սերը երևում է, ես ինչքան շատ եմ սիրում, բայց ոչ ես, ոչ էլ ինչ որ մեկը չեմ ուզի, որ սիրենք բառերով, պիտի անպայման սիրենք գործով։ Ու հայրենիքը միաժամանակ համ երեխա է, համ ծնող։ Հայր բառից ու իմ համար պապայից են կողմ։ Իսկ երեխա, որովհետև ծնողներն էլ չէ, մեծանում են ու տարիների ընթացքում իրենց համար պիտի հոգ տանես իրենց մասին, նույնն էլ հայրենիքը հիմա մի քիչ վիրավոր է, մի քիչ թույլ է, մի քիչ հիվանդ է, բայց ինչքան ուժեղ է, ինչքան։ Անսահման։ Որովհետև հայրենիքը այս քաղաքի փոշին չի։ Հայրենիքը այն անսահմանությունն է,
այն, չգիտեմ, բացարձակ արժեքն է, որ մենք ունենք, ու հայրենիքը այն տղերքն են, որ հիմա չկան ու երկնային բանակում են, ու այն բոլոր տղերքը, որ հենց հիմա սահմանին կանգնած են։ Շարունակելու ես գրել։ Հա, անպայման։ Ու կան ծրագրեր։ Հա, գրիչը հիմնականում լինելու է հայրենիքի մասին, ու հաջորդ գիրքն էլ հենց կապ ունի հայրենիքի հետ, 44 օրյայի հետ։ Արդեն ընթացքում է։ Առասարակ պիտի անցած տարի լիներ, հետո պիտի այս տարվա վերջ լիներ, հիմա չգիտեմ երբ է լինելու, բայց լինելու այն ժամանակ, երբ որ ժամանակը գա։ Գրի Տաթև։ Շարունակի գրել։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հունվարի 28-ին Խնկո Ապուրանվան գրադարանում լինելու է հանդիպում ընթերցողների հետ 731 օր քեզ համար գրքի հրատարակչության, հերթական հրատարակչության հետ կապված, բայց ես ինչքան գիտեմ, նոր հրատարակություն արդեն կոշտ կազմով է, չէ՞ լինելու։ Հա, վերջապես լինելու է կոշտ կազմով, հա, որովհետև ամենասկզում ես ուզում էի, որ ինքը լիներ կոշտով, հետո խնդիրներ առաջացան, հիմա Բիբլիոն հրատարակչությունն է հենց զբաղվում տպագրությամբ։ Դե, չէի էլ կասկածում, իհարկե Բիբլիոն։ Երևի որ ուրիշ հրատարակչություն ուներ, ես այդ քայլին չէի էլ գնալու։ Հիմա իրենք են անում ու ձեզ էլ սիրով հրավիրում եմ հունվարի 28-ին։ Շնորհակալ եմ, ես անպայման կլինեմ ու ես գիտեմ որ գրանցվելու է, չէ՞։ Հա, լինք ունենք Բիբլիոնի Instagram-յան էջում, կարող եք գրանցվել ու գալ։ Եվ գալ, մենք այնտեղ եւ գրքից ենք խոսելու եւ քննարկում։ Հա, այնտեղ ավելի շատ ենք գրքից խոսելու։ Հարգելի հետևորդներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, հունվարի 28-ին ժամը 18-ին Խնկո Ապուր անվան գրադարանում հանդիպում ընթերցողների հետ Տաթևեր մեր գրական կեղծանունով հրաշալի անձնավորությունը Տաթևը կպատասխանի ձեր հարցերին, կքննարկեք գիրքը եւ այնտեղ հնարավորություն կունենան այնտեղից ձեռք բերելու։ Հա, իհարկե, եւ հնարավորություն կունենաք ձեռք բերելու։ Շնորհակալ եմ, որ դուր եկար ինձ վերջապես լավ զրուցեցինք, այտենց շատ էինք բանանում, հա, ընթացքում ու սենց զրույց հասունացել էր։ Շնորհակալություն քո հետաքրքիր մտքերի համար, քո սիրո համար, քո գաղափարի համար, քո այդքան լուսավոր կերպար լինելու համար, վարագիր քո շրջապատին։ Շնորհակալ եմ։ Մենք կանք սենց լուսավոր կետեր էս երկրում, այս ազգի մեջ շատ կան եւ հնարավորինս մենք բացահայտելու ենք ու փորձելու ենք նաեւ այդ ոնց որ Տաթևներ ասում, այդ դեղատոմսերը բացահայտել, մի ամբողջ փունջ սարքել ու շարժվել առաջ։ Շնորհակալություն, բաժանորդագրվեք, հետևեք մեր էջին, այսինքն հետաքրքիր զրույցների բաց չթողնելու համար։ Կհանդիպենք։